Մենք միայն գլսենք բանակցություններ, գեղեցիկ բառեր, գետնի վրա կորձնական ոչինչ կտեսնենք, պարոն Անտոնյան, նաև Միացյալ Նահանգներու կողմէ։ Դա կարծես թադարգ է։ Համակրանքը Ալիևի կողմն է։ Հարցնա չի մենք Նիկոլ Փաշինյանին քննադատում ենք, թե չէ։ Այդ դա մեր վերաբերմունքն է մեր երկրում։ Հարցնա է, որ նա չի ընդունում Նիկոլ Փաշինյանին։ Որպես թույլ, որպես զիջող, որին կարող ես ասել դե սրան համաձայնվի, նա կհամաձայնվի։ Բա վաղը Հայաստանի անվտանգության հետ կապված երաշխավոր ում պատկերացնի։ Ասել էր, չէ, գզանգեք ինձ։ Մեր մտահոգությունը ո՞րն է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները մեզ անվտանգության երաշխիք ոչ միայն չի տվել։ Բացի դրանից ինքը հայտարարում է Տրամպը, որ 8 պատերազմ եմ կանգնացրել 8 ամսում, որից հերթով նայում ես, որ այնտեղ շատ տեղեր այդ պատերազմները շարունակվում են։ Փաշինյան Կարեկին երկրորդ պայքարը։ Ձեր կարծիքով ուր կգնա այդ պայքարը, ինչ են սցենարները, ինչպես կդիտարկեք դուք։ Կարեկին երկրորդ, դու էլ նույնիսկ եթե պատկերացնենք հաղթանակ տարար ու մնացիր։ Այս կերպարով դու ում ես պետք։ Մենք այսօր արժեզրկել ենք ամեն ինչ։ Պուտինից մեդալ ստացողը որ հաղթել է, դա ի՞նչ է նշանակում։ Դա հաղթանակ է, իհարկե չէ։ Գնում ես եկեղեցի, Բենթլին կանգնած, այդ մարդը սենց ժարգոնով խոսացող, եւ տեսնում ես, որ նա տենչում է աշխարհիկ կյանքով ապրի, նա երազում է քո կարգավիճակի։ Ասում ես Տեր Աստված, ես էս ուր եմ եկել։ Գարեգին երկրորդը շնորհ կունենա դեկտեմբերի 31-ին հայ ժողովրդին շնորհավորի նոր տարու հետ կապված եւ առողջական խնդիրների պատճառով հրաժարական։ Եթե այս օրերուն ուկրաինա-ռուսական այս դակնաբը փարադի, ինչ կգարձեք, մենք վտանգված կլանք ռուսական նոր քայլովը դեպի այս կողմը, ինչ որ հիմա կգոչենք հիբրիդային պատերազմը։ Ռուսաստանը այսօր եթե պատերազմը դադարեց, ինչ ա լինելու 800,000 մարդ վարձու մարդասպան նա մտցրել է Ուկրաինա։ Մարդիկ են, որ վաղը շատ հանգիստ անարգել կարող են մտնել Հայաստան։ Ո՞վ է դրա դեմ դառնելու։ Թուրքիան ամեն անգամ մեզ գվերատացնե 0-գետին օրեր առաջ Բարոն Ֆիդան բացկերբով հայտարարեց, թե մենք կսպասենք Հայաստան-Ադրբեջան վերջնական խաղաղության, անգեյետ կմտածենք սահմանը կբանանք թե ոչ։ Ինչու այս վերաբահությունը Թուրքիո կողմէ 450 միլիոնանոց Եվրոպա։ Ինչի է վախենում 85 միլիոնանոց Թուրքիայից, որտեղ ասում է Թուրքին չի կարելի ներս թողել, իսկ Հայաստանում գրկաբաց ասում են, «Էռնակ ժամանակը գա դռները բացենք, թող գան Հայաստան»։ Վայ գան այնպես ենք թուրքերին սպասում, չեն էլ նկատում աշխարհի վերաբերմունքը ինչ է։ Ինձ ապացուցեք, որ դուք ունեք այն լաբորատորիաները, ֆանտաստիկ քանակությամբ ադրբեջանական ապրանքը եւ թուրքական, որ մտնի Հայաստան, դուք ի վիճակի եք դրանք ստուգել։ Ինչ ոնց եք ստուգելու։ Ասեք, մեր հասարակությունը պատրաստ չի դրան։ Եթե Թուրքիան այսօր ճանապարհը բացեց, մեր տնտեսությունը դրան պատրաստ չի։ Արևելքի արտագով բարևձեզ, ես Սակո Արյանն եմ, կշարունակենք անգերց զրույցներում մեր շարքը, այսօր հյուրս Էդվարդ Անտոնյանն է, վերլուծաբան, քաղաքագետ, բարի եկած, պարոն Անտոնյան։ Բարևձեզ։ Նախքան մեր եթերը սկսիլը Bloomberg-ը լուր հրաբարագեց, ըստ որու ցայնակրությունը մեկ կողմէ Witkoff-ի եւ ռուսաստանցի նախագահ Պուտինի դերակալներին եւ այդ ցայնակրության հիման վրա Թրամփ հայտարարեց, թե մենք շուտով Witkoff-ը ուղարկում ենք Մոսկվա եւ Witkoff-ը պիտի վաճառե Ուկրաինան Միացյալ Նահանգներին։ Ինչպես կմեկնաբանեք։ Եթե նույնիսկ ինքը փորձել է դա ասի հումորով, բայց դրա մեջ շատ մեծ իրականություն կա, որովհետեւ մենք ինչ ենք սպասում Դոնալդ Տրամփից։ Մենք սպասում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահից, որ ինքը ագրեսորին ճանաչի ագրեսոր։ Դու տեսնում ես Ռուսաստանը ներխուժել է իր հարևանի տարածք։ Եվ եթե դու ագրեսորին բոնուս տաս, ասես որ դե լավ դու այսքանը գրավել ես, այսքանը քեզ, եկեք նստենք առևտրի, ասենք Ուկրաինային էս ենք թողում, նրան ենք թողում եւ այլ համաձայնության եկեք, ինչ տեսք կունենա նոր աշխարհակարգը։ Ուժի դիրքերից նոր աշխարհակարգը, որքանով է ընդունելու մեզ համար որպես աշխարհի մարդ եւ որքանով է ընդունելի որպես Հայաստանի քաղաքացի, որովհետեւ եթե ուժի դիրքերից աշխարհը բաժանում ես, մենք այս տարածաշրջանում ամենաուժեղը չենք, եթե չասենք ամենաթույլն ենք, բայց այդ դեպքում երբ որ Դոնալդ Տրամփն ասում է, ես ուժեղի կողմից եմ, ես ուժեղ տղաներին եմ սիրում, ուրեմն նշանակում է նա համարելով այդ կոնֆլիկտը Հայաստանի եւ Ադրբեջանի, անգամ
Վաշինգտոնում ասում էր Ալիևին, բա որ դու մտել ես Շուշի, ինչի ամբողջը չգրավեցիր, ինչը քեզ կանգնեցրեց։ Այսինքն ինքը ուղղակի նրա համակրանքը Ալիևի կողմն է։ Հարցը նա չի, մենք Նիկոլ Փաշինյանին քննադատում ենք, թե չէ։ Այդ դա մեր վերաբերմունքն է մեր երկրում։ Հարցը նա է, որ նա չի ընդունում Նիկոլ Փաշինյանին, որպես թույլ, որպես զիջող, որին կարող ես ասել դե սրան համաձայնվի, նա կհամաձայնվի, այսպես է, բա վաղը Հայաստանի անվտանգության հետ կապված երաշխավոր ում պատկերացնի։ Ասել էր, չէ, գզանգեք ինձ, հիշում եք։ Ասել էր, նույնիսկ չի հիշում զանգողը ով էր, կամ որ երկրից էր։ Ու խնդիրը ինչն է, որ երբ որ ասում են Տրամպի ճանապարհը, չէ, Տրամպի ուղին, հա, շատ ուրախ կլինենք, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայացված լինեն եւ մենք գործընկեր լինենք Ամերիկայի համար։ Մեր մտահոգությունը որն է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները մեզ անվտանգության երաշխիք ոչ միայն չի տվե։ Բացի դրանից ինքը հայտարարում է Տրամպը, որ 8 պատերազմ եմ կանգնացրել 8 ամսում, որից հերթով նայում ես, որ այնտեղ շատ տեղեր այդ պատերազմները շարունակվում են։ Մի քանիսն էլ ասում են դու չես պատերազմը կանգնեցրել, մենք ենք իրար այդ համաձայնության եկել, քո հեռախոսային զանգը ոչինչ չի փոխել։ Այսինքն այս պարագայում մենք չենք կարող նաև հույս դնել իր քայլերի վրա, եթե մանավանդ, որ ինքը ուժի դիրքերից է պատկերացնում գործընկերությունը։ Ինչպես էր հիացած, երբ որ Էրդողանը գրավել էր Սիրիան։ Եթե նույնիսկ ընդեղի ուժերը ուղիղ չէին ասոցացվում Էրդողանի հետ, Ամերիկայի Միացյալ Նահանգները չպետք է կանգներ ճանաչել, որ դա Էրդողանն է Սիրիան գրավել։ Եթե նույնիսկ մենք դա գիտենք, որ դա այդպես է, այն զինված խմբավորումները ում կողմից էին հովանավորվում։ Բայց ինքը հիացական նշեց Էրդողանին, որ 2000 տարում ոչ մեկին չէր հաջողվել, ինքը գնաց Սիրիան վերցրեց։ Ընդունում է պետականորեն, որ դա ոչ թե երկրի ներսում էր Ասադի դեմ խնդիր, այլ հենց դրսից վերցրել են։ Եվ ինքը ողջունում է։ Դե իր շահերին մոտ է, այդպես ասեց։ Դե իր շահերին դա է մոտ, իր շահերից ասում է Կիմ Չեն Ինը ինձ կարոտել է, ես էլ իրան եմ կարոտել։ Իր շահերից է բխում, ասի Լուկաշենկոն ուժեղ տղայա է, շատ ուրախ է։ Ասեցիք, չէ, լավ դղերքի հետ է։ Հա, իր շահերից է բխում, որովհետև Պուտինն ուժեղ է, մարդ է սպանում։ Այսինքն եթե մենք այսպես նայենք, մեր շահերը չի համընկնում։ Առավել եւս, որ Տրամպի ուղին այնպես չի, որ մենք գիտենք, որ այդտեղ մենք պարտներ ենք Ամերիկայի համար։ Այո, համատեղ ձեռնարկություն կստեղծվի ընկերություն, որի պարագայում Ամերիկան ինչ-որ երաշխիքներով դա վերցնելուց հետո կարող է մեր ձեռքերը կապվի նրանով, որ 49 տարով կամ 99 տարով դու մի բան ստորագրես, որից հետո քեզ գործընկեր չճանաչեն, դու պատվիրակել ես դա Ամերիկային, ինչքան ուզում համատեղ ձեռնարկությունը լինի, եւ դու չես որոշողը։ Առավել եւս, որ Ադրբեջանն ասում է, ճանապարհը պետքա լինի անխոչնդոտ եւ դա ինքը ակնկալում է Ամերիկայից։ Այս է հարցը, որ այս հարցում իհարկե մենք պետք է մտահոգված լինենք։ Բացի այդ մտահոգված ենք աշխարհի համար, որ ոնց կարելի է խրախուսել ագրեսորին։ Ամերիկայի հեղինակության հարցն է։ Եվ բերեք նայեք ինչն է, մենք ինչ ենք բարբերաբար հիշում Բուդապեշտի մեմորանդումը 1994 թվականի դեկտեմբերի 5-ին, որը ասենք ստորագրել է Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Ուկրաինան, եւ մեկ էլ երկու հոգի էլ հայտարարությամբ միացել են որպես միջուկային պետություն՝ Չինաստանը եւ Ֆրանսիան։ Հիմա մենք հարցնում ենք. Ամերիկա, դու երաշխավորել ես Ուկրաինային նրա տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, այդ պատճառով է Ուկրաինան համաձայնվել միջուկային զենքը տա Ռուսաստանին։ Եթե Ուկրաինան միջուկային պետություն լիներ, հաշվի առնելով նրա աշխարհագրական դիրքը արևմուտքի նկատմամբ, այնտեղ ամենաշատ արսենալը ուներ միջուկային զենքի խորհրդային միությունը։ Բայց այդ պարագայում Ուկրաինան ինչ խնդրեմ ուներ։ Եթե Ուկրաինան Ռուսաստանին վստահեր, 91 թվականի դեկտեմբերի 21-ին Ալմաթայի հուշագրով եւ հետագա բոլոր փաստաթղթերով Ուկրաինան պարտավորվել էր զենքը տալ Ռուսաստանին, բայց հենց խորհրդային միությունը վերացավ, Ուկրաինայի հետ միասին վերացրեցին նաեւ Բելոռուսի, չէ՞, իրանք միասին, բայց դրանից հետո Ռուսաստանը ցանկացավ վերականգնի նոր տեսքով խորհրդային միություն եւ Ուկրաինան հասկացավ, որ չի կարելի վստահել Ռուսաստանին։ Եթե Ուկրաինան Ռուսաստանին վստահեր, ինչ կարիք կար Բուդապեշտի մեմորանդումի։ Եթե Ռուսաստանին վստահեր, իրանք երկկողմանի պայմանագիր ունեին։
Ինչի պետք է ինքը ցանկանար, որ Ամերիկան երաշխավոր կանգներ։ Դա նշանակում է չէր վստահում, չէ՞։ Այսինքն Ամերիկա դու վստահեցնում ես, ասում ես Ռուսաստանին չես վստահում, ինձ վստահի եւ տուր։ Հիմա տալուց հետո ասում ես եկամտաբեր չի, որ մենք պաշտպանենք Ուկրաինային, բա Ամերիկայի պատիվը եկամուտի հետո ա չափել։ Թե ինչ հեղինակություն ա կորցնում Ամերիկան։ Եվ ինչու մենք չենք հաշվի առնում մի հանգամանք, որ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նոր աշխարհակարգ էր։ Եվ այդ նոր աշխարհակարգի ժամանակ ազդեցությունների էր, չէ՞, բաժանված։ Նաև ասենք այսքանը արևմուտքը վերցրել էր, անգամ Եվրոպան մասերի էր բաժանած արևմտյան արևելյան, չէ՞ ազդեցությունների, այն կողմը Չինաստանը։ Եվ երբ որ այդ ժամանակ նույնիսկ 56 թվականին մենք հիշում ենք Հունգարիայի պատմությունը։ Հունգարիան ընդհանրապես ինչ ասեց։ 55 թվականին Վարշավայի պակտը ստեղծեց խորհրդային միությունը։ Հունգարիան կանգնեց, ասեց հարգելիներս, Գերմանիան հենց դարձավ ՆԱՏՕ-ի անդամ, իսկ ՆԱՏՕ-ն 49 թվին է ստեղծել, ֆեդերատիվ Գերմանիան։ 56 թվականին արդեն ստեղծվեց Վարշավայի պակտը ընդդեմ ՆԱՏՕ-ի։ Եվ այդ ժամանակ Հունգարիան ասեց, ես չեմ ուզում ոչ այն ռազմական բլոկում լինեմ, ոչ այն։ Ես ուզում եմ ընդհանրապես ինքնիշխան պետություն եւ նամակով դիմեց ՄԱԿ-ին։ Այդ ժամանակ ինչ արեց խորհրդային միությունը, տանկերով գնաց Բուդապեշտում կանանց ու երեխաներին ճխլեց տանկերի տակ, բայց ինչի դա ինքը դա արեց, որովհետև Դուայթ Էյզենհաուերը, բանակի գեներալ, 34-րդ նախագահ Ամերիկայի Միացյալ Նահանգների, որը անգլո-ամերիկյան զորքերի հրամանատարն էր Նորմանդիայում, կանգնեց ուղարկեց ինֆորմացիա, որ մենք չենք խառնվելու։ Դա ձեր ազդեցության գոտին է, ինչ ուզում եք արեք։ Այո, բայց այդ ամեն ինչը բացահայտ, որից հետո արևելյան Եվրոպայից մանավանդ հարց առաջացավ, ասեց բերեք մի հատ Եվրոպայի անվտանգությունը ֆիքսենք, որ իրար չուտենք։ Ազդեցության գոտի բաժանելը հարցը չի լուծում։ Դեռ կոնֆլիկտներ են առաջանում եւ որոշվեց, որ գնանք Հելսինկի եզրափակիչ ակտը ծնվեց, չէ՞։ 1975 թվականի օգոստոսի 1-ին, որը մասնակցել է 33 եվրոպական պետություն, Ամերիկա, Կանադա։ Ամերիկան որպես երաշխավոր էր Եվրոպայի անվտանգության համար։ Եվ այդ պարագայում, այսինքն Ամերիկա, հիմա դու հրաժարվում ես, ասում ես, մեզ օվկիանոսա բաժանում, ինչի բանը Ամերիկան եւ Եվրասիան իրարից հեռացել են այս վերջի մի քանի տարվա ընթացքում, օվկիանոսը լայնացել է, բա հարց է ծագում, ՆԱՏՕ-ն ինչի համար է ստեղծել 49 թվականի ապրիլի 4-ին։ ՆԱՏՕ-ն ստեղծել է 12 պետությունով եւ ասել է, որ ստեղծում ենք խորհրդային միության դեմ, որ խորհրդային միությունը արդեն դու գիտեիր, քեզանից գողացել էին միջուկային գաղտնիքները, ու գիտեիր, որ արդեն խորհրդային միությունը ի վիճակի է 49 թվականին միջուկային զենք ունենալ, արդեն ինչի գիտեիր, որովհետև գաղտնիքը քեզանից էին գողացել։ Եվ արդեն խառնված 49 թվականին ՆԱՏՕ-ն ստեղծեցիք նպատակը խորհրդային միության ընդլայնումը կանխելու, եւ պատահական չէր օգոստոսի 29-ին 47 արդեն խորհրդային միությունը միջուկային զենքը փորձարկեց։ Հիմա հարց է ծագում, եթե դու ստեղծել ես ՆԱՏՕ-ն Եվրոպայի անվտանգության համար, ԵԱՀԿ-ում երաշխավոր ես կանգնել Եվրոպայի անվտանգության համար, Բուդապեշտի մեմորանդումով երաշխավորել ես Ուկրաինայի անկախությունը, ո՞ց կարող է մի կողմ քաշվես, ասես, եկեք գործարքի գնանք եւ ուժեղը թող իրան հասանելիքը վերցնի։ Սա է մեզ համար, որովհետև մեր աչքի առաջ փլվում է ոչ միայն աշխարհակարգ, մեր աչքի առաջ փլվում է այն ուժեղին, որին մենք միշտ մտածել ենք ու այդ մասին խոսել ենք։ Ինձ համար ասենք 20 տարուց ավել ես ասել եմ Հայաստանը պետք է լինի Եվրամիության անդամ, ՆԱՏՕ-ի անդամ, Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմաքաղաքական տնտեսական երկարաժամկետ փոխշահավետ համագործակցություն։ Այսինքն ես այդ արժեքների համար կռիվ եմ տվել 20 տարուց ավել, դա իմ կյանքի լավ տարիները, որից հետո ոնց որ քո համար փլվի մի բան, որ ասում են իա, բայց էլ Ամերիկան։ Տեսակ Ամերիկան։ Հա, ստիպված դու տարանջատում ես, ասում ես Տրամպից հետո կարող է ուրիշը լինի։
Այդ հույս է սուզում։ Բասմա Ամերիկան չի իրան ցայն տվել, ասում ես, հա, Ամերիկանա ցայն տվել, բայց ինքը ինստիտուցիոնալ կուսակցական չի, կուսակցական ֆունկցիոներ չի։ Իրան այդ պահին ընտրել են, ինքը եկել է, բայց կարճ ժամանակ հետո նա կարող է դուրս գա։ Խնդրում ենք ամբողջը դուք չկառուցեք Տրամպի, որովհետև վաղը նույնիսկ հանրապետականները չեն շարունակելու Տրամպի գիծը։ Այո, դες Տրամպը կարող է իր գիծը ավարտվի 26 թվականին, եթե ինքը այսպես շարունակի, Սենատի եւ Կոնգրեսի ընտրությունները 26 թվականի նոյեմբերին։ Արդեն ինքը կարող է մեծամասնություն չունենա։ Եվ այդպես է գնում հիմա։ Իր պաշտոնավարման վերջի ժամկետի հետ կապված ինքը գործնականում ոչ մի բան չի կարող անել։ Եթե ինքը ոչ մի բան չկարողացավ անել, այդով պետք է գասի շարունակում է ոչինչ չանողի գործը։ Այսինքն դա արդեն հարված է, ինքը հարված, եթե այսօր ինքը, այսպիսի խնդիր կա, տնտեսական շատ հարցերում ինքը շատ բաներ խոստացավ, իրականում չկարողացավ անի։ Մաքսատուրքերի հետ կապված շատ հարցեր, շատ մանրամասը չասեմ, բայց ինքը տեսա որ դա չի ստացվում։ Հիմա նույնիսկ փորձում ասի տեսեք այդ մաքսատուրքերից տրիլիոնավոր դոլարներ եմ եկամուտ բերել, մարդիկ ասում են տրիլիոնավոր դոլարը բերել ես, բա արտաքին պարտքին չի աճում պետական պարտքը։ Բա ուր է այդ տրիլիոնները, չէ՞։ Ինքը չի կարողանում դա ցույց տա։ Եվ այդ պարագայում մի բան պետք է կարողանար անել։ Ամերիկացին կամ պետք է ասի ես լավ եմ ապրում, ընտրում եմ այս մարդուն, այսինքն առաջնորդվի բացառապես երկրի ներսում իր սոցիալական ու տնտեսական վիճակով, կամ լինելով աշխարհի ամենահզոր պետության քաղաքացի, ինչքան էլ իր համար դժվար լինի, ինքը հպարտությամբ մտածի, որ իր երկրի ղեկավարը աշխարհի կարգ ու կանոն հաստատողն է։ Այսինքն եթե դու նրան չտվեցիր հարկային արտոնությունը, որը խոստացել ես, եւ չտվեցիր նոր աշխարհակարգում Ամերիկայի հեղինակության բարձրացում, դու ինչով ես գնալու ընտրության։ Ինչ ես ասելու մարդկանց։ Այսինքն գոնե դա պետք է տասից դա որ դեպքում կլինի, ոչ թե գործարքը, որ Ուկրաինայի շահերը ոտնահարես, այլ գործարքը, որ Ամերիկան ուժի դիրքից մտելա Քուվեյթին դուրս է արել, որովհետեւ Իրաքին դուրս է արել Քուվեյթից, բոլորը սպասել են Ամերիկան։ Եվ պատահական չի, ինքը մտել է, իր հետ մտել են իր դաշնակից պետությունները, երբ որ անուն ա դնում Կանադային։ Կհիշի մի հատ պատերազմ, որ Կանադան իր կողքը չի եղել։ Բայց ինչու համար ենք այս ամեն ինչ ասում։ Ամերիկան այդ կերպարն է, մենք դա ենք ակնկալում։ Բարձ է, մոդենանք մեր ածուին, ինչպես սկսեր խորենացին, մեր փոքր ածուին, Բանանտինյան այս բոլորով հանդերձ, եթե այս օրերուն ուկրաինա-ռուսական այս դակնաբը փարադի, ինչ կգարձեք, մենք վտանգված կլանք ռուսական նոր քայլովը դեպի այս կողմը, կամ ինչ որ հիմա կգոչենք հիբրիդային պատերազմը, գրնան նոր ձիլեր արձակել, մենք գիտենք, որ 26-ի ընտրությունները կան, ընդդիմությունը որոշ սպասումներ ունի, հյուսիսի Հայաստանի դակավին ռազմավարական դաշնակից են, դուք մտահոգություններ ունիք այդ առումով, որովհետև գարձեք շատ մեծ գրավ դրված է ռուսական թերին վերաբերյալ Հայաստանի ներքին կյանքին առումով։ Ուկրաինական պատերազմի պատճառով աշխարհում հիմա չի գտնվի որևէ ընտրություն, դա լինի եվրոպական երկիր, հետխորհրդային երկիր, որտեղ արտաքին քաղաքական կոմպոնենտը չգա առաջի պլան։ Սովորաբար այդպես չի լինում։ Մարդիկ գնում են սոցիալական ծրագիր են ներկայացնում, ասում են մենք կգանք այս օրենքը կփոխենք, այս կանենք, այն կանենք, գնում ընտրվում են։ Իսկ ուկրաինական պատերազմից հետո հստակ հասարակությանը ասա, որ կողմ ես։ Դա լինի Մոլդովայի ընտրությունը, Վրաստանի ընտրությունը, Ամերիկայի ընտրությունը, Ֆրանսիայի ստորին պալատի ընտրություն, թե Մեծ Բրիտանիայի, թե Գերմանիայի ընտրությունը բոլորը եղել է, որ կողմ ես։ Ուկրաինային աջակցելու ծրագրի կողմ ես, թե հակառակ կողմ ես Ռուսաստանի հետ հարաբերությունը լավացնելու։ Այսինքն Հայաստանն էլ չի կարող բացառություն չեն գսել։ Այո, որ այսօր արտաքին քաղաքական կոմպոնենտը ավելի մեծ դերակատարություն է ունենալու։ Դու որ կողմն ես։ Իսկ հիմա մենք ինչ ենք տեսնում։ Մենք տեսնում ենք, որ մեր իշխանությունները հստակ ձևով հայտարարում են, որ մեր ճանապարհը Ռուսաստանի հետ ավելի ենք բարելավելու, ԵԱՏՄ-ում ավելի ենք խորացնելու մեր հարաբերությունները, Ռուսաստանի հետ ավելի ենք խորացնելու։ Անկամ Տրամպի ճանապարհը կապեցին, որ դա հնարավորություն է տալու Ռուսաստանի հետ ավելի սերտացնել հարաբերությունները։ Դուք տեսել եք բոլոր հանդիպումներին, ոնց է Նիկոլ Փաշինյանը մասնակցում։ Անկամ այն ձևաչափը, որը սազական չի վարչապետին Հայաստանի, ինքը գնում է հանդիպում է Ռուսաստանի վարչապետի հետ։
Ալթայում երբ որ հավաքել էին հանդիպման, այսինքն այնտեղ պետք է գնա Հայաստանի փոխվարչապետը, որտեղ մենք խորհրդարանական կառավարման համակարգի վարչապետը հավասարազոր է քո երկրի նախագահին, ոչ թե վարչապետին։ Բայց դու գնում ես, ընդունում ես այդ հրավերը Ռուսաստանի, մի հատ է մտերմիկ հարաբերություններով լա կարող եմ 2 օր այնտեղ մնաս։ Եվ ինչա, դուք ուզում եք ասեք ինքը վտանգ ունի, որ Ռուսաստանը ցանկանում է Հայաստանում իշխանություն փոխել, եւ ինքը տենց գնում է, տենց ռուսական դաշտում սենց հանձնվում է իրանց առանց անհանգստանալու, ոչ, ինքը հրաշալի գիտի, որ Ռուսաստանը Իրանից լավ տեխնացու Հայաստանում չունի, որովհետև ինքը ասում է դու ունես հասարակական ինչ-որ ռեսուրս, ինչքան ուզում է պակասած լինի, ավելին է, քան ռուսամետ ուժերին է, եւ այդ պարագը էլ քեզանից լավ տեխնացու մեր ինչին է պետք, ավելի լավ է մենք քո հետ գործընկեր լինենք, եւ այդ պարագը իսկ հիմա ինչ է գնում պայքարը, այն մյուս ուժերը, որոնք չունեն Ռուսաստանից աջակցություն, բայց իրանք են ցանկանում, իրանք պատկերացումն է Ռուսաստանը։ Իսկ Ռուսաստանն էլ ասում է, արե, եկող է ձեզ խանգարում, որ ինքը չի աջակցի, որ հարաբերությունը չփչացնի Հայաստանի իշխանության հետ, բայց դեմել չի լինի, որ նրանք քայլեր անեն։ Ինչի չանեն, որ թող մրցակցություն գնա, թե ով է Ռուսաստանի շահերը ավելի պաշտպանում։ Այո, իհարկե, հատուկ պատկերացնում եք այս աշխարհակարգը եւ մեր կռիվները, թե մենք ինչ ենք ակնկալում ապագա ընտրություններից, որ ինչ տեղի ունենա։ Ռուսաստանը այսօր եթե պատերազմը դադարեց, ինչ է լինելու, երբ որ ամեն անգամ ես դա բացատրում եմ, մարդիկ ասում են, այդքան է վտանգը մեծ։ Ասում եմ, Ժորժ ջան, 800,000 մարդ վարձու մարդասպան, նա մտցրել է Ուկրաինա։ Այդ 800,000-ից թող 100,000-ը լինեն այն մարդասպանները իրական, որ բանտից է հանել, կամ էլ օտար վարձկանները լինեն։ 700,000-ը մարդիկ են, որ վաղը շատ հանգիստ անարգել կարող են մտնել Հայաստան։ Ով է դրա դեպ դառնելու։ Մարդիկ հետ են գալու պատերազմից, արյան համը տեսած, մարդիկ հետ են գալու եւ պետք է ասեն, բա ում ենք սպանելու, որ փող առնենք։ Ռուսաստանը ինչ է անում։ Բանտերից հանում է մարդասպաններին, սերիական մարդասպանին, տանում է այնտեղ, մարդասպանում, բերում հերոսացնում է եւ նկարը պատվոտախտարին կպցնում է։ Պատկերացնում եք այն ծնողի վիճակը, որի երեխային դաժանաբար սպանել է, այդ տեսնում է եւ կրծքանշաններն է շարած որպես պատերազմի հերոս։ Դուք այդ մտնոլորտը պատկերացնում եք, բայց նա եկել է, նա չի կարա մարդ չսպանի։ Նրա գործը դա է։ Նա նույնիսկ կգերադասի մարդ սպանի նորից բանտ գնա։ Կամ էլ թե չէ կկանգնի իշխանությունը կասի ո ձեր ձեռը կրակը չեմ ընկե, դուրս եկեք երկրից, ես ձեզ չեմ բանտարկում, դուրս եկեք երկրից։ Ուր են գնալու։ Այնտեղ որտեղ ազատ տեղաշարժի մեծ հնարավորություն կա։ Այնտեղ որ ոչ մի խոչընդոտ չկա ռուսների համար Հայաստան գալու։ Առավոտից երեկո խոսում ենք վիզաների ազատականացում Եվրոպայի հետ։ Եվրոպան վիզաները ազատականացնելու է մեզ հետ, ու սենց ազատ ձևով ռուսների գանստեղ քաղաքացիություն ստանան, մտնեն Եվրոպա Հայաստանի անձնագրով։ Դա նրանց դա պետք է, ինչ որ մի պահ գալու է կանգնեցնեն, չէ, ասեն հոп։ Իսկ դուք ինչը չեք տեսնում, ինչ է կատարում, նույնիսկ Եվրոպայի համար ինչ որ միտեղ մարդիկ բողոքում են, ասում են, բա Եվրոպան արժեքներից է խոսում, որտեղ ասում են ռուս ենք, այնց են հարձակվում, ոչ ուզում են սպասարկեն, ոչ էս են անում, ոչ են։ Այսինքն իրանք ընդունում են, որ իրանք եթե ազգությամբ ռուս են Եվրոպայում, նրանց ընկալում են որպես թշնամի, վերաբերում են որպես թշնամու։ Բա հարց է ծագում։ Իսկ մենք Նիկոլ Փաշինյանն ասում է, մենք եղբայր ենք, բայց այդ բանը նրանք չեն լսում։ Ոնց են քո հետ եղբայր ագրեսորը, մարդասպանը ոնց է քո հետ եղբայր։ Այսինքն ես ուզում եմ իմանամ այն մարդկային հոգեբանությունը, որ մարդը գնում է աշխատանքի տեղավորման բյուրո, որի վրա գրված է զինկոմիսարիատ։ Ասում է բարև ձեզ, ես ոչ մի բան անել չեմ կարող, ինձ ուղարկեք գնամ Ուկրաինա կամ փող ստանամ, մարդ սպանեմ, փող ստանամ, եթե շատ սպանեմ կպարգևատրեք։ Եթե մեռնեմ, տնեցիները փող կստանան։ Նա այլ ձևով փող աշխատելու ձև չունի։ Ես ուզում եմ իմանամ, լավ, Ռուսաստանում մի մասը վախենում է Պուտինի դեմ խոսալ կկալանավորեն։ Մի մասը այլ ընտրանք չի տեսնում Պուտինին։ Մի մաս էլ ինֆորմացիայի բացակայություն ունի, թե ինչ է կատարում աշխարհում իրականում, բայց Հայաստանի բնակիչը ինֆորմացիայի պակաս էլ չունի։ Պուտինն իր նախագահն է, չի։ Պուտինից էլ չի վախենում։
որ այլընտրանքի կամ վախենալու խնդիր ունի։ Հայաստանի մարդը ինչի է սերիական մարդասպանին ողջունում նրա արածը։ Բայց այդ հոգեբանական վիճակը մեր մոտ։ Գախյալության ինչ որ բան նշաններ կան այստեղ։ Դուք պատկերացրեք, մենք ուզում ենք հասկանանք, չէ՞, մենք ապրում ենք այդ մարդկանց հետ, մեր հայրենակիցներն են։ Բառավոտից իրիկու ինչ որ արժեքներից ենք խոսում, ընտանեկան արժեքներից, գաղափարներից, քաղաքականությունը ո՞րն է։ Ինչ պետություն ես ուզում ունենաս։ Եթե այդ հասարակությունը, այդ պետությունը, այդ կենսակերպը նորմալ չի, ինչի համար ենք մենք խոսում կամ պայքարում, ինչ արժեքներն ենք կարևորում։ Հիմա ես ուզում եմ իմանամ հայ մարդը, սերիական մարդասպանին ինչի է խրախուսում, ինչ է դա իրան տալի, դա իր հոգեբանության մեջ բանափոխ է, չէ՞։ Իսկ դա մեր մոտ այդ մարդիկ նաև ընտրող են։ Նրանք վաղը որոշելու են Հայաստանի ճակատագիրը։ Իսկ իրանց մտածելակերպը դա է։ Վաղը Ռուսաստանից ազատ գալու են Հայաստան տուրիստի տեսքով, որտեղ է նրանք գտնելու, ով է նրանց հետևելու։ Նրանք կարող է մտնեն Հայաստան, ասեն կեցցե Նիկոլ Փաշինյանը ու վերջ, այլևս նրանց չեն հետևի։ Եթե նրանք մարդ էլ սպանեն, նրանց բաց կթողեն, որտեղ Նիկոլ Փաշինյանին գովել է։ Հոնանդիմադիր գործից չէ որ տանեն կալանավորը։ Այսինքն մենք այսօր այդ վտանգը չենք տեսնում, ուր են գնալու։ Մի քանի հազար իգիլի ահաբեկիչից անհանգստանում ենք։ Ասում ենք, եթե իգիլի խեղտեն, այդ վարձու մարդասպանները, որ փող են աշխատեն մարդ սպանը, ուր են գնալու։ Մի հատ տեսեք, որ հանկարծ պատահաբար չհայտնվեն որևէ ձևով Հայաստանում։ Իսկ հիմա 800,000 իգիլականներ են, որոնք գալու են Հայաստան, ինչ են անելու, ոնց ենք դեմը առնելու։ Իսկ դա ամեն ինչը նեծ չի որ կատարվի, նոր ասենք վայ մտներովս չերանց է, եկեք աղմուկ բարձրացնենք, կանխարգելենք դա, որ իշխանությանն ասենք, ինչի դու այդ վտանգը չես տեսնում, եկածների մեջ որ երջանկացել ես տուրիստը եկավ, դու գիտես դրա մեջ ով է գալու, վերցրեք ուսումնասիրություն կատարեք, Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ աշխատանք տարեք, ով է պատերազմին մասնակցել այնտեղ, ինչ որ ձև գտեք, եթե չեք կարողանում մերժել, գոնե հետևեք նրանց։ Գոնե մի կարճ ժամանակ բաց թողեք ընդդիմադիրներին, հետևեք նրանց։ Ազգային անվտանգության խնդիրը, իսկ այդ մարդիկ որ եկան, իսկ այդ վարձկաններին որ ուղարկեցին, ու ասին գնացեք ընտրության հետ կապված, մեր ուզած ծրագիրը սա է։ Ինչ ենք անելու։ Այսինքն դա մեզ պետք է չհետաքրքրի։ Շարքային քաղաքացին կարող է դա չմտահոգվի, ինչ որ բան մտքովը չանցնի է։ Բա մենք պետք է բարձրացնենք, որ մարդիկ ասեն ոնց, եթե նման վտանգ կա։ Արխիվում ընտրություն, հա, եթե պատերազմը եթե ավարտվեց, Ռուսաստանը չի իմանալու այդ մարդկանց ինչ անի։ Երկու անգամ հեղափոխություն ա եղել Ռուսաստանում, երկու անգամ իր հենց պատերազմի արդյունքում ռուս-ճապոնական պատերազմում պարտվեցին, այդ զորքը հետ եկավ, հեղափոխություն արեցին։ Հա մի քիչ անհաջող ստացվեց, բայց մի հատ էլ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ այդ զորքին հենց հետ բերեցիր, ասին բայց ինչ ենք թողել այս թույլ իշխանությանը, այնա բերեք տապալենք, ոնց տեղի ունեցավ։ Այ Ռուսաստանը դրանից վախենալով դուրս կուղարկի։ Այդ մարդկանց ցրելու է աշխարհում մեկ։ Ամենահեշտ տեղը նրանք կարող են գալ Հայաստանի նման երկիր, որովհետև հեշտ է այնտեղ շփումը ազատ։ Այս բոլորին դիմաց, բայց Հայաստանի հասարակությունը նաև գագնգալ է, որ ասենք արևմուտքը ինչ որ մենք միայն գլսենք բանակցություններ, քիչ առաջ խոսեցաք վիզային ռեժիմի մասին, գործընկերություն, գեղեցիկ բարեր, գետնի վրա կորձնական ոչինչ կտեսնենք, պարոն Անտինյան, նաև Միացյալ Նահանգներու կողմէ կորձնական Հայաստանի Հանրապետության քաղաքացիի մտքի մեջ պատկերացում կա, որ ռուսները մեզ պիտի փրկեն, հəդի մենք կողմ տնենք, բայց դրան հագաստող կամ հավասարակշռություն ստեղծող ինչպես պիտի դառնա Հայաստանը իրավ կորձընկեր Միացյալ Նահանգներում, որ գաբահով է իր անվտանգությունը սահմանի վրա, ժողովրդավարությունը, որ մենք աշխարհով մենք դարձուցած ենք բրենդ, բայց ադոր դա գարդես թադարգ է, դուք ինչպես կթիդարգեք այդ մեկը։ Այն ինչքան էլ որ արևմուտքը Հայաստանի հետ գործընկեր է եւ աջակցում է, մի բան էլ ավելին է, քան մենք կարող ենք ակնկալել, որտեղ իրանք որպես կանոն աշխատում են պետությունների հետ հարաբերություն պահել, մինչև գալիս է մի հատ գիծ, որ դու պետքա որոշես։ Նույնը տեսնենք Վրաստանի հետ կապված, որ մեզ պարզ լինի, թե մենք ինչ ենք ակնկալում։ Վրաստանը մեզանից եւ ժամանակով եւ քայլերով առաջ էր։
Առաջ էր նրանով, որ ինքը 2013 թվականի նոյեմբերին Վիլնյուսում ինքը միացավ, դարձավ ասոցիացված անդամ, իսկ Հայաստանը 2013 թվականի սեպտեմբերին արդեն գնաց մտավ մաքսային միություն։ Չէ՞ որ մենք միասին պետք է դա անեինք։ Մեր հետ էլ էր, չէ՞, նույն ձևի 4 տարի մարդիկ աշխատել են։ Այսինքն մի հատ հսկայական փաթեթ էին աշխատել։ Եկել էր, ավարտված էր արդեն բանակցությունները, մնում էր միայն ստորագրելը։ Նշանակում է դա արդեն կենսունակ փաստաթուղթ էր։ Ոչ միայն ասոցիացված համաձայնագիրը, այլ նաև դրա անբաժանելի մասը, խորը եւ համապարփակ ազատ առևտրի համաձայնագիր։ Հիմա Վրաստանը դա արեց, հետո դարձավ թեկնածու անդամ, աշխատեցին իր հետ քայլ առ քայլ, եկավ հասավ այս վիճակում եւ ռուսական ազդեցության իշխանությունը տրամագծորեն փոխեց իրանց ուղղությունը։ Այսինքն մինչև այդ վիճակը դեռ արևմուտքը հետը աշխատում էր։ Որտեւ եկել ես վերջնական փուլին ես ասել անդամակցության։ Դու չես կարող ռուսական ազդեցությամբ մտնես Եվրոպա։ Հետո Եվրամիությունը միայն տնտեսական միավոր չի։ Այս շատերը թյուրիմացության մեջ են ասում, դե մենք այդ մաքսային միություն մտնենք, ինչ է խանգարում։ Թուրքիան մաքսային միության անդամ է եվրոպական։ Բա ինչի՞ է տենց տենչում, որ դառնա Եվրամիության անդամ։ Եվ իրան ասում են դու մեր ընտանիք մտնելու բան չես։ Թե դու քեզ չի կարելի ներս թողել։ Դու ներս թողելու բան չես։ 450 միլիոնանոց Եվրոպան, Եվրամիությունը։ Ինչի՞ է վախենում 85 միլիոնանոց Թուրքիայից։ Ինչի՞ է վախենում, որտեվ ասում է Թուրքին չի կարելի ներս թողել, իսկ Հայաստանում գրկաբաց ասում են «Էռնակ ժամանակը գա դռները բացենք թող գան Հայաստան»։ Վայ գան այնպես ենք թուրքերին սպասում, չեն էլ նկատում աշխարհի վերաբերմունքը ինչ է։ Այսինքն ինչի եմ ասում, եթե մենք գործնական քայլեր չանենք, գալու է այսպես մեր հետ սիրալիր խոսելու են, քննարկելու են, ժպտալու են, նկարվելու են ու ասեն վերջ։ Հասանք կարմիր գծին, հիմա որոշի, այս կողմես թե այն կողմես, իսկ մենք քայլ չենք անում դեպի Եվրոպա, մենք խաբում ենք, թե քայլ ենք անում, իրական քայլ մենք չենք անում։ Չենք հավատում երևի, բան Անտինին։ Հիմա այսպես նայենք, ասում են, եթե մենք Ռուսաստանի հետ, այսինքն ԵԱՏՄ-ից դուրս գանք, մենք խնդիր կունենանք Ռուսաստանի հետ առևտրի։ Երկու հարց է առաջանում։ Առաջինը, Ռուսաստանը պատերազմում է Ուկրաինայի հետ, Իսպես ընդունված է հայտնի արտահայտությունը, ասում է պատերազմով, բայց ճաշը ըստ ժամանակի։ Այսինքն իրանք պատերազմում են, իրանք Եվրոպային մեղադրում են, որ դու պատերազմի մեջ ես ներքաշված Ուկրաինայի հետ, համարում են թշնամի, բայց Եվրոպայի հետ առևտուր են անում։ Եվ նույն Պուտինն ասում է, ես հիմա էլ եմ պատրաստ ամեն ինչ իրանց տամ, իրանք են հրաժարվում։ Հետո մենակ ու հարցը նավթ ու գազ է, չի ուրիշ առևտուր չկա։ Այսինքն այդ ոնց է պայմանագրային պարտավորություն ունի մի պետության հետ, որի հետ պատերազմելուց պայմանագրային պարտավորությունը շարունակում է։ Բայց եթե Հայաստանն ասի ես ԵԱՏՄ անդամ չեմ, իսկ Ռուսաստանը ունի մեր ապրանքի կարիքը։ Մենք էլ ունենք իրանց ապրանքի կարիքը։ Ռուսաստանը մեզանից ապրանք չի վերցնելու կամ մեզ ապրանք չի տալու մենակ նրա համար, որ մենք չենք ուզում ԵԱՏՄ անդամ լինենք։ Եթե ինչ-որ բան պետքա փոխվի արտոնյալ ռեժիմի հետ կապված, դա էլ եկեք մտածենք։ Ինչ ենք մենք շահում ԵԱՏՄ անդամ լինելով, ինչ ենք մենք կորցնում ԵԱՏՄ անդամ չլինելով։ Եվ բերենք համեմատենք, եւ Եվրոպային դնենք փաստ։ Այսօր մինչեւ այսօր հայ հասարակությունը գիտի, օրինակ եթե մենք ԵԱՏՄ անդամ չլինեինք։ Մենք այդ առևտրի առումով ինչ խնդիր կունենայինք, եթե մեր ապրանքը ուղարկեինք Ռուսաստան։ Հիմա որ Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չի, ապրանք չի վաճառում Ռուսաստանին։ Ինչն է պատճառը, որ դա մեզ համար խնդիր են առաջացնում։ Բացի դրանից, այդ դեպքում Եվրոպան կասեր, եթե խոչընդոտ կլինի, եկեք ես ձեզ համար այլ ընտրանք մտածեմ։ Այլ ընտրանք մտածենք, եթե Եվրոպան այլ ընտրանք մտածի, մենք կունենանք մրցունակ ապրանք։ Մենք այսօր մեր տնտեսական քաղաքականության մեջ քաղաքականացված է ինչի, որտեվ ասում ենք մենք արտադրում ենք անորակ, Ռուսաստանը անորակը առնում է։ Մենք շատ ուրախ ենք, որ անորակ առնող կա։ Ռուսաստանը մի օր կանգնում ասում է, այս անորակը ինձ պետք չի։ Խառնվում են իրար։ Ասում են՝ «Յա, բայց ինչ ենք ԵԱՏՄ անդամ, եթե անորակը ձեզ պետք չի»։ Բայց մենք ուզում ենք մրցունակ ապրանք ունենանք։ Եթե մենք Եվրոպայի մասշտաբի մրցունակ ապրանք ունենանք, լամայա շուռ եկեք արաբական աշխարհին նայեք, որոնք որ բոլորն էլ նավթ ունեն։
Այդ երկրներում ապրանքը թանկ եւ որակով է։ Մանավանդ իրանք հիմնականում անապատներում են ապրում։ Ինչ դժվարությամբ են իրանք ջերմոցային տնտեսություններ ստեղծում, որպեսզի կարողանան բավարարեն պահանջարկը եւ ցանկացած երկրից եկած ապրանքը եթե որակով է, որովհետեւ բնակիչները գնողունակ են, վճարունակ են։ Մենք ինչա, եթե Եվրոպայի համար մրցունակ ապրանք արտադրենք, մենք արաբական երկրներ կմտցնենք շատ հանգիստ։ Այնպես չի որ հիմա չի գնում, բայց իրանց ուզած քանակով եւ իրանց ուզած որակով չենք կարողանում ապահովել, որովհետեւ մենք ապրանքը անորակ բցնում ենք Ռուսաստան։ Իսկ մեր մոտ ուրիշ հարց է ծագում։ Ռուսաստան տանում է լավագույնը, ընտրածը, որը որ մի քանի հազար կիլոմետր էլ գնալով ճանապարհ անցնելով, մի քանի օր էլ անցնելով, դեռ որակը պահպանած կլինի։ Այլապես իրանք դա հետ կուղարկեն։ Հիմա հարց, եթե որակով ուղարկում ես Ռուսաստան, բայց պարզվում անորակ է, բայց դեպքում մենք ինչ ենք ուտում։ Այսինքն եթե մենք եվրոպական ստանդարտի ապրանք ունենայինք, եվրոպական ստանդարտի ապրանքի ներքին սպառողն էլ կլինեինք մենք, որտեվ չէր կարող ինքը ապրանքը արտադրեր, ասենք համապատասխան նորմալ ինտենսիվ այգիում ինչ որ բան, մեկ էլ ասել լավ, սպասեք ես անորակը ուղարկեմ հայկական շուկա։ Եթե դու արդեն նորմալ ձևով արտադրեիր, այսինքն ստացվում է, որ նույնիսկ մենք ուտում ենք մի բան, որ Ռուսաստանի որակին անգամ չի համապատասխանում։ Սա է մեր տնտեսությունը, այս ձևով ենք ցանկանում խորանանք ԵԱՏՄ-ի մեջ, բայց մենք այդ խնդիրը դրեցինք։ Այսօր կանգնում Նիկոլ Փաշինյանն ասում է մենք Ռուսաստանի ծորենից չենք հրաժարվի։ Դե եթե մասնավորն առնում այդ ծորենը, դու ինչ ես կանգնում ասում չենք հրաժարվի։ Մասնավորին դու պարտադրես, որ ռուսական ծորենքն է։ Հարց է ծագում Ուկրաինան քեզ ծորեն չի կարող ուղարկել, բա ասում են ուկրաինական, իսկ Ռուսաստանը, որ Ուկրաինայի ծորեն է գողանում եւ աշխարհին է տալիս։ Այդ չեք տեսել, որ Ուկրաինայի ծորենը գողանում է, անգամ Աֆրիկա է ուղարկում։ Հարց է ծագում, դուք երբ դրեցիք եվրոպական գործընկերների առաջ խնդիր, որ այն լաստանավը, որ Ուկրաինան այսքան ժամանակ է օգտագործում է, Ադրբեջանը ցանկանում է այնպես անել, որ զբաղացնի այդ լաստանը հանկարծ հայերը չօգտվեն։ Բայց դենումը հայերը չեն էլ օգտվում, անիմաստին չի ինքը ծախսանի։ Այդ լաստանավով իրանք չեն կարողանում Ուկրաինայից ապրանք բերեն Վրաստան, Վրաստանից երկաթգծով բերեն, թող մի քիչ էլ թանկ նստի։ Եթե նույնիսկ դա թանկ էլ նստի, եթե նույնիսկ համարենք այդպես, անգամ այդ պարագայում Եվրոպայի գործընկերներին աս դե օգնեք, ինչի որ ցանկանում են Ռուսաստանի ազդեցությունից փոխվեն, իրանք վառելիքաէներգետիկ համակարգի հետ կապված չփորձեցին դիվերսիֆիկացնել, ուրիշ տեղերից ստանալ եվրոպական երկրներ, որպեսզի կախվածությունը թույլատնեն։ Մեզ էլ կասեին, արի քեզ օգնենք կախվածությունը թույլատնելու համար։ Կամ մենք որևէ ծրագիր ենք անում որևէ աֆրիկյան երկրում, եթե քո ապրանքը այսօր անգամ մեր մակարդակին չի հասե, սպասի այս ծրագրերով քո ապրանքը քո մոտից անենք, այդ ինչ քանակությամբ ապրանք պետք է լինի։ Մինչև որ դու քո տնտեսությունը չտուժի, մինչև որ մենք կարողանանք քեզ աջակցենք, ոտի կանգնես։ Հայաստանի այդ ապրանքն ինչ քանակությունն է, որ չէին կարողանում օգնել, բայց մենք կանգնում ասում ենք, չէ, մենք ուզում ենք ասենք, որ գալիս ենք Եվրոպա, այդ ուղղակի որ ժողովրդի ձայները տանենք ընտրության համար, բայց իրականում մենք ավելի ենք մեր հարաբերությունը սերտացնում Ռուսաստանի հետ։ Բարձ է, ես նաև պիտի առաջարկեի խոսենք թրքական բադոհանին մասին, որովհետև մենք այդքան սպասումներ ունեինք, ասենք իշխանությունները հատկապես Թուրքիա, Հայաստան, այսպես խոսակցություններ, Սերդար Կլջի այցներ վերջինը եւ սակայն Թուրքիան ամեն անգամ մեզ գվերադարձնե 0 գեդին օրեր առաջ Վարոն Ֆիդան բացկերբով հայտարարեց, թե մենք կսպասենք Հայաստան, Ադրբեջան վերջնական խաղաղության անգեյետ կմտածենք սահմանը կփանանք թե ոչ։ Ինչու այս վերաբահությունը Թուրքիո կողմէ ինչ ունի գործընծնելիք Թուրքիան այս пассивությամբ, մանավանդ որ հիմա իշխանությունը Հայաստանի պատրաստ է այդ առումով եւ եթե իշխանության հարցնենք, իրենք պիտի ասեն ամերիկյան մղումով, քանի Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, մենք ալ կուզենք մեր հարաբերությունները ղեկավարել եւ արևմուտքի բադոհանին նայել Անկարայի գամուրջով, այսպես պատկերավոր ասած։ Այսպես նայենք, նախ Թուրքիան առաջի դեպքը չի, որ ասում է, որ Ադրբեջանի հետ։ Եթե այդպես չլեր, Թուրքիան ճանապարհը չերել փակի Հայաստանի։ Փակել է հենց պատերազմի ժամանակ։
Ադրբեջանի հետ, որ ասում էր դուրս եկեք այս գյուղից, ես արեք են արեք։ Այն ամենասկզբից 92 թվականին։ Բացի դրանից եղել է արձանագրությունները Ցյուրիխյան, չէ, ֆուտբոլային դիվանագիտությունը Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունները։ Նորից իրանք չվավերացրեցին, ասին Ադրբեջանի հետ հարցերը կլուծեք, կանենք։ Այսինքն մինչև այսօր էլ Թուրքիան ասում է Ադրբեջանի հետ հարցերը կլուծեք նոր։ Դեպքում հարցածագում։ Հայաստանը նախաստորագրել էր Տրամպի ներկայությամբ, նրա բարձր հովանու ներքո, բայց Թուրքիան ասում է դա բավարար չի։ Հայաստանը այստեղ ներկայացրեց, որ մենք այլևս բերել ենք խաղաղություն, իսկ Թուրքիան ասում է նախաստորագրածն ու ստորագրվածը իրարից տարբերվում են։ Դեռ դա ստորագրված չի, իրավունքներ, պարտականություններ, երաշխիքներ չկա։ Այդ իսկ պատճառով խաբել ասել Ժորժ ջան, դե նախաստորագրածը արդեն բավարար է, բավարար չի։ Սա մեկ։ Մյուսը, Թուրքիան ինչ է ուզում։ Թուրքիան ինքն է շահագրգռված Հայաստանի հետ ճանապարհը բացի։ Բայց ինչու չի անում, որովհետև Թուրքիայի նկատմամբ կա մտավախություն։ Մեր հասարակությունը պատրաստ չի դրան։ Օրինակ Թուրքիան է, չէ, ճանապարհը բացել։ Ֆորմալ առումով մենք կարող ենք ասել, բայց մենք չենք փակել, մեզանից ինչ եք ուզում։ Չէ, բայց մենք գիտենք, եթե Թուրքիան այսօր ճանապարհը բացեց, մեր տնտեսությունը դրան պատրաստ չի։ Մեր տնտեսությունը պատրաստ չի թուրքական կապիտալին, որը կգա սրբի կտանի։ Մեր տնտեսությունը պատրաստ չի թուրքական ապրանքին, որը որ մտնում է Հայաստան Վրաստանով։ Վերջնակետը Հայաստանն է, բայց նա ուղարկել է Վրաստան։ Եթե այդ ապրանքի հետ կապված որևէ գենետիկ մոդիֆիկացիա լինի, որևէ փոփոխություն լինի, եթե նա ուղիղ գալու է Հայաստան, մենք ունենք լաբորատորիաներ, որ ինչ-որ բան կարող են ֆիքսել, բայց այդ հոսքի դեմը առնելը շատ դժվար է, եւ հետո կարող են շատ չնչին փոփոխություն անել, որ լաբորատորիան չֆիքսի մեր, բայց իրականում դա տարիների ընթացքում շատ լուրջ վնաս տա։ Հասարակությունը մտահոգված է, չէ՞ դրանից, անհանգիստ է։ Ասում է, բայց ինչի եք դուք տենց վստահում այդ ամեն ինչի։ Հիմա տեսեք, այդ պարագայում Թուրքիան հասկանում է, որ այդ մտավախությամբ Հայաստանը կուլ տալ չի կարողանա։ Նրանք հիմա ինչ են անում։ Անընդհատ աշխատում են Հայաստանի իշխանությունների հետ։ Ոչ մենակ Նիկոլ Փաշինյանի, նաև Սերժ Սարգսյանի, բա ով էր ֆուտբոլային դիվանագիտություն, ասում էր, բանը Ցիտեռնակաբերդի լույսերն անջատեք, որ թուրքերը չնեղանան։ Կամ գերբը հանեցին, կամ էլ թե չէ ինքը պատմաբանների հանձնաժողով ստեղծենք։ Ուզում ասեմ, այնպես չի, որ Նիկոլ Փաշինյանը նախընտրություն է։ Չի եղել Սերժ Սարգսյանի ժամանակ, բայց խնդիրը որն է, Թուրքիան ասում է, ես Հայաստանի ներսում հասարակությանը թուրքացնեմ, Թյուրինգլա կորձս։ Որ ճանապարհը գրկաբաց բացեն։ Իրանց փրկիչների առաջ Հայաստանը բացեն։ Իսկ Թուրքիան, որ իր կապիտալը մտցնում է Վրաստան։ Վրաստանի աշխարհագրական դիրքը մերից լավ է։ Ծովել ունի, շատ հարմար աշխարհագրական դիրք ունի, բայց թուրքական կապիտալի դեմը կարողանում է Վրաստանն առնի։ Վրաստանը ուրախ է, որ այդ փողերը գալիս են, բայց նրանք նպատակային ներդրում են անում։ Այս կողմից Ադրբեջանը, այս կողմից Թուրքիան։ Որոշ ժամանակ հետո շուռ կգա կտեսնեք, Վրաստանի մենակ անունն է մնացել։ Ինքը այլևս որևէ գործոն չի ունի։ Գործոն, այսօր նույնիսկ իշխանությունը ռուսական ազդեցության տակ է։ Բայց վաղը իշխանությունը եթե փոխվի, շուռես գալու տեսնես ամբողջը թուրքերի ու ադրբեջանցի ձեռքին է, այն էլ նպատակային ներդրումներով։ Հիմա դուք պատկերացրեք թուրքական ու ադրբեջանական կապիտալը մտնում է Հայաստան։ Գալիս են համատեղ ձեռնարկություններ, կամ ազատ տեղաշարժ, գալիս են, ապրում են, սեփականություն են ձեռք բերում, են անում, դրա դեմը ոնց են առնելու։ Իսկ Հայաստանը մեզ համար, մեր հայրենիքն է, սա համայն հայության հայրենիքն է, եւ ստեղ մենք խնդիր չենք դրել, որ սա աշխարհագրական տարածք է, որի վրա մարդիկ կարող են շատ լավ ապրել։ Թուրքը, չինացին, պակիստանցին, մենք խոսում ենք, որ սա հայի բնորանն է։ Ազգի 70%-ը դուրսը լինելով ինքը հայրենիք ունի։ Կգան այստեղ, ստեղից կգնան, այնտեղ կաշխատեն, փորձ ձեռք կբերեն, ընտանիքի մի մասը ստեղ կլինի, մի մասը այնտեղ կլինի, իրար հետ կօգնեն, իրար հետ կաշխատեն, քանի հայրենիք կա, Սփյուռքում էլ իմաստ կա պահպանել հայապահպանությունը ավտոմատ կերպով լինում է։ Բայց արտարացնում եք, որ գնում են։ Եթե գնում են, ուրիշը պիտի կա, չէ՞, այսօրի վրա։ Այսինքն հիմա ասում են, եթե չես ուզում, գնա դուրս, կգա քո տեղը հնդիկը կաշխատի։ Ճիշտ։ Բացի դրանից չես ուզում,
կգա թուրքը ներդրում կանի։ Այսինքն այստեղ կդառնա մի տարածք, որտեղ մարդիկ լավ են ապրում, բայց այլևս հայկական պետություն չէ։ Իսկ մեր առաջ այդ խնդիրը դրած։ Մեր խնդիրն է դրած, որ այս աշխարհագրական տարածքում բոլորը լավ ապրեն, բայց մենք պետություն չունենանք։ Եթե Թուրքիայի եւ Ադրբեջանի առաջ բացում է սահմանը, առանց իմունիտետի, եթե ինքը մտավ դու ինչ ես անելու, ինչ է սա, այդ կապիտալի դեմը ոնց է սառնելու, իսկ դուք պատկերացրեք հայկական մաքսիմալիզմը ոնց է, ցույց տուր փողը եւ ինքը կգտնի ամենակարճ ճանապարհը։ Գերք է։ Եթե այդ երկրում գիտնականը հարգված է, որի հետ խոսում ես, բոլոր գիտնականները հայ են։ Եթե այդ երկրում հանցագործները շատ լավ են ապրում, որի հետ խոսում ես, հանցագործները հայ են։ Այսինքն փող աշխատելու ձևը ցույց տուր, ինքը շատ արագ հարմարվում է։ Հայաստանում լավ, Ռուսաստանում լավագույն ռուսն է։ Ռուսից լավ ռուս են։ Արաբական երկրները միջի հայերը իրանց լավ։ Դրա համար ասում բաբից ավելի բաբական։ Այո, նույն ձևի արևմուտքում, այսինքն մենք շատ արագ ինտեգրվում ենք։ Դա նշանակում է, որ այդ պարագայում, եթե Թուրքիան ու Ադրբեջանը փողով մտան, մենոնք պետք է ասեն, խափեցինք այս հիմարներին, այս հողն արժեր այսքան, ավելի թանկ վաճառեցինք։ Այո, դու խափեցիր հիմարին, վաղը կմնաս առանց հայրենիք ու առանց հող։ Եվ որովհետև նրանք այդ փողից շատ ունեն։ Նրանց պետքա մթնոլորտ ստեղծել։ Պատերազմները, որ խաղաղության գնալուց ինչ են ասում միջազգային կառույցները, հասարակությանը տրամադրեք խաղաղության։ Ձեր հասարակությունը պատրաստ չի խաղաղության։ Այսինքն պետք է հիմա ոնց է Նիկոլ Փաշինյանը քարոզում։ Խաղաղություն, ապագան այսօր է, ոչ մի պատերազմ, խաղաղություն են բերել, իրական Հայաստան, մոռացեք ամեն ինչը եւ այլ։ Ով որ ինձ դեմ է, ուրեմն դեմ է խաղաղության, ինքը պատերազմ է ուզում։ Այսինքն ինքը հասարակության այն դեպքում զուգահեռաբար Ադրբեջանը իր հասարակությանը տրամադրում է, որ Հայաստանը իմ տարածքն է, հայերն է քոչվոր են։ Հիմա դուք տեսեք, այն նույն ձևի հիմա եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ հայ հասարակության մեջ ստեղծում են մթնոլորտ, որ իրանք մերոնք են, ժողովուրդ ջան, այդ ռուսն է մեղավոր, որ մենք իրանց հետ վատ ենք, որ ռուսը վատն է, ինձանից շատ ոչ մեկը չի ասում, բայց որ ռուսին մեղադրելով սիրտդ բացես Թուրքի ու ադրբեջանցու դեմ, այդ չէ, բայց հիմա իրանք ինչ են ուզում։ Եթե իշխանության մեջ մարդիկ են, որոնք, ասենք, թուրքական քաղաքականությունը պատրաստ են առաջ տանել, մեր նման մարդիկ ընդամենը խոսում են, նրանց առաջ ճանապարհ չկա, որ իրանք լինեն իշխանության, հա չարչարվես, ընտրության մասնակցես, փորձես, բայց այդ ամեն ինչը ոնց են իրանք մարդիկ ներգրավում։ Եթե դու այդ թուրքահաճո քաղաքականությանը դեմ ես, քո դեմը պետք է առնեն, որ հանկարծ դու իշխանության չգաս։ Կարճ ժամանակ հետո մարդիկ ասում են, հա լավ դուք ասում եք, բայց դե մենք ինչ անենք, իրանք են իշխանության։ Իրանք էլ մեզ տանում են Թուրքիայի առաջ դռները բացում են։ Այսինքն Թուրքիան գիտի, որ Հայաստանը առնելու է փողով, բայց ինքը ձգում է, որ հայ ժողովրդի դիմադրողականությունը կոտրի, ներսից կոտրի։ Հաջողակ մարդը փողունեցողն է, հաջողակ մարդը իշխանության մեջ է, հաջողակ մարդը բարձր աշխատավարձ է ստանում։ Իսկ Նիկոլ Փաշինյանն ասում է, նա կլինի պաշտոնի, ով որ ինձ հետ քայլել է, կամ ընդունում է իմ գաղափարները, բայց ինքը գաղափար չունի։ Դու չես ընդունում նրա գաղափարը, դու պարզապես զինվորագրվում ես, դառնում ես նիկոլական։ Այսինքն, եթե այս պարագայում մարդիկ ասում են, եթե դու ոչինչ չես կարող անել, եթե դու սովամահ ես ելնում, բացարձակ քո մոտ ոչինչ չի ստացվում, մտնում ես քաղաքացիական պայմանագիր, Նիկոլ Փաշինյանի գլխին ու ոտերին մեռնում ես եւ դու նորմալ ապրում ես, ժողովուրդ ջան։ Այսինքն դուք տեսնում եւ այդ պարագայում նա ասում է մեր համար, այո, մենք դի Թուրքիայի հետ հարաբերությունը լավացնենք։ Ես մասնագիտությամբ տնտեսագետ եմ, ասում եմ եկեք նստեք, ինձ ապացուցեք, որ դուք ունեք այն լաբորատորիաները, որ ֆանտաստիկ քանակությամբ ադրբեջանական ապրանքը եւ թուրքական, որ մտնի Հայաստան, դուք ի վիճակի եք դրանք ստուգել։ Ինչ ոնց եք ստուգելու։ Ասեք։ Ուդելիքի մասին է խոսքը ամենակարևորը, չէ՞։ Իհարկե։ Այն դեպքում, երբ որ դու չգիտես, որ ինչ կարող են անել, այսօր առավոտից երեկո ասում են, գիտեք ինչ, COVID-ի հետ կապված այս պատվաստանյութը հետագայում պարզվեց, որ նրա մեջ ինչ-որ բան կա, որը անդառնալի վնաս է հասցրել մարդկանց։ Իսկ որևէ մեկը կարողացավ դա ֆիքսել, որ կարողացավ ֆիքսի, որ այդ պարագայում դա այդպես էր, մի քանի տարի հետո ֆիքսելուց հետո ումից ենք պահանջելու։ Եվ մենք այս ամեն ինչի մասին, որ խոսում ենք այդ վտանգի, եթե դուք իսկապես Հայաստանը չեք վաճառել Թուրքիային ու Ադրբեջանին, ուրեմն մեր մտահոգությունը պետք է ասեիք շնորհակալություն, որ դու այդ մտահոգությունը ասեցիր, մենք լսեցինք, եւ հիմա դրա դեմը կառնենք։
Բայց դուք ցանկանում եք լրացնեք, որ մարդիկ չխոսեն։ Եթե դուք իսկապես մտահոգված եք, բայց ինձանից լավ մասնագետ եք ուզում, նստենք ասենք Ժորժ ջան, բերեք այս ամեն ինչը նայենք։ Դուք այս քանակության մասին եք խոսում, այսպիսի առևտրի մասին եք խոսում, բայց իրանք պրիմիտիվ մի հատ էկոնոմիկայի նախարարը կանգնեց ասեց, այդ ծորենը ով ասե թունավոր է։ Ռուսաստանից եկած ծորենի հացը մենք կերել ենք։ Երբ որ մարդը ասում է Ռուսաստանից եկած ծորենի հացը կերել ենք, ծորենը մտել է ամսի 6-ին։ Ինքը հայտարարում է ամսի 11-ին։ Տարական ինֆորմացիա չունի, որ այդ ծորենը որ եկավ լաբորատորիան լապտի ստուգի, լաբորատորիան մի քանի օր հետո եզրակացություն տվեց այդ ծորենը որակով է թե անորակ։ Բա դու ի՞նչն էիր կերել։ Գոնե ամսի 15-ին ասել, չէ։ Բացի դրանից դու նույնիսկ տարական պատկերացում չունես ծորենը ինչպես է ալուր դառնում, ալուրը ինչպես է հաց դառնում, ինչքան ժամանակ է պետք։ Եվ այս կարգի մարդկանց թյուրիմացության մեջ գցող պետ իշխանությանը կարելի է վստահել, որ դու դռներդ կբացես Թուրքիայի ու Ադրբեջանի առաջ, բայց մտահոգությունը որ ասում ենք, սրանք հենց գիտեն, բանը մենք պատրաստ ենք, ասում են ինչին եք պատրաստ, անցակետը բացել ենք։ Անցակետը բացել եք ու դա բավարար է։ Քանի ինֆորմացիա ցույց տանք, թե դիվերսիոն ինչ քայլեր կարող են անել, որ դու նույնիսկ այդ բանը չկարողանաս ֆիքսես։ Այսինքն դուք կասկածում եք, որ Թուրքիան ու Ադրբեջանը այդ հնարավորություն ունի կամ ցանկություն ունի Հայաստանը վերացված տեսնել։ Դե եթե դուք ասում եք, տես բան չկա, ուրեմն դուք պայմանավորված եք իրանց հետ։ Բայց մեր հասարակությունը մտավախություն ունի, չէ՞։ Այդ մտավախությունը ինչպես փարատենք։ Մտավախությունը փարատում ենք, այ ձեզ հետ միասին նստած այդ խնդիրը քննարկում ենք, որ Ժորժ ջան, մենք sense վտանգ ունենք։ Ով պետք է դրա դեմն առնի։ Հասարակական պահանջ պետք է լինի, բայց հասարակությանը դիմադրությունը կոտրում են։ Ամեն օր եւս հայտնվում են մարդիկ, ովքեր քարոզում են, որ Թուրքիան եւ Ադրբեջանը մեր բարեկամն են։ Նրանք մեր լավն են ուզում, Ժորժ ջան, ո՞նց չեք հասկանում։ Մեր ինչս է մեր հասարակության համար շատ ցավոտ խնդիր մնե մայր եկեղեցի իշխանություն, ավելի ճիշտը Փաշինյան Կարեկին երկրորդ պայքարը։ Ձեր կարծիքով ուր կգնա այդ պայքարը, ինչ են սցենարները, ինչպես կդիտարկեք դուք։ Նախ այս հարցի հետ կապված խորքային խնդիրներ կա, որ այսօր չի։ Խորհրդային միությունից հետո մենք ունեինք շանս, որ հայ առաքելական եկեղեցին ինքը կատարեր իր ընտրությունը, դա համաշխարհային կառույց լինելով, աշխարհասփյուր կառույց լինելով, ինքը կարողանար կատարել իր ընտրությունը հարիր անկախ Հայաստանին։ Բայց ցավալիորեն Լևոն Տեր-Պետրոսյանը կանգնեց եւ ասեց, ես ուզում եմ նշանակեմ, բառից բուն իմաստով, Գարեգին առաջինին բերենք Անտիլիասից դարձնենք ամենայն հայոց կաթողիկոս։ Իբր թե որ մեր երկու թևերը միանան, ընդհակառակը տարաձայնություններն ու հակասություններն ավելի մեծացավ։ Թեպետ այդ մարդը մտավորական մարդ էր։ Այդ մարդը որ խոսում էր, մարդը հիանում էր Փիլիսոփա էր։ Նա իրոք արժանի մարդ է, դրա մասին չի խոսքը։ Մենք ու մարդու մասին չենք խոսում, մենք խոսում ենք երևույթի մասին։ Այսինքն դրանից հետո ինչ տեղի ունեցավ։ Դրանից հետո տեղի ունեցավ ընտրություն, որի ժամանակ աշխարհիկ պատվիրակներին ուղղակի պաշտոնյաներ էին նշանակած եւ որոնց հետ բոլորը լավ գիտեն, որ ամենալրջագույն ձևով մասնակցություն ուներ բավական կոպիտ ձևով Վազգեն Սարգսյանը եւ բայց դա էլ չէր կարող չլիներ նաև Ռոբերտ Քոչարյանի հետ համաձայնեցված, որովհետև Ռոբերտ Քոչարյանն արդեն 98 թվականից հանրապետության նախագահն էր։ Եվ ինչ տեղի ունեցավ, պարզապես Գարեգին երկրորդին նշանակեցին։ Անկամ ճնշումներով նշանակեցին։ Ես նաև գիտեմ ներսում ինչ դժգոհություններ կար։ Նաև գիտեմ, որ նա գուգարած թեմն էլ ասենք այն ժամանակ ասում էր մենք դժգոհ ենք, մենք իրան չենք ընտրի։ Ես դա կոնկրետ ներսից գիտեմ, մենակ այնպես չէ, որ ուղղակի լսել եմ։ Հա, բայց ինչ է կատարվում։ Այդքանից հետո դա խայտառակություն էր, ինչ տեղի ունեցավ, որ Գարեգին երկրորդը ընտրվեց։ Փաստորեն դարձավ նորից իշխանության մի թև։ Ինչ տարանջատում հոգևոր եւ աշխարհիկ, եթե դու իշխանության մաս ես կազմում, բիզնեսին ես մասնակցում, պաշտոնների էր նշանակում մարդկանց, մարզերում էլ նշանակում էին թեմի առաջնորդները, Հայաստանում էլ նշանակում էր կաթողիկոսը, որովհետեւ ինքը իշխանության հետ սերտաճած աշխատում էին։ Իհարկե դա անընդունելի է, բայց դրանից հետո նրանք խառնվեցին քաղաքականությանը, էլ միտինգներ, էլ չգիտես ինչ էր, հայտարարություններ, հրաժարական պահանջել, դա լրիվ դուրս էր իրանց գործառույթից։
Բայց միևնույն ժամանակ իհարկե դա վատ է, բայց երբ որ իշխանությունը ապօրինությամբ ցանկանում է վերականգնել օրինականությունը, բա դա էլ մյուս ծայրահեղությունն է, չէ։ Հիմա էլ Նիկոլ Փաշինյանն ասում է, ես ինձ հաճո կաթողիկոս է ուզում ունենա, չէ։ Ինչու կանոնակարգ է փոխում, կանոնագիր պետք է նորը գրվի, պետք է այսպես գրվի, այս ծավալի լինի, հետո ինքը գնում է տեսնում է ով է համաձայն իր հետ պատարակ անցկացնելու, ասում է գնացեք տեղերից վերցնենք, եթե կենտրոնական հարցակումով չենք կարողանում դա անել։ Այսինքն սա է մոտեցումը։ Վաղը մյուս օրը մենք մաքրված կտեսնենք Հայ առաքելական եկեղեցին, եթե Գարեգին երկրորդը գնա, Գարեգին երկրորդը գնալուց հետո մենք ուզում ենք նորմալ ընտրություն լինի։ Իսկ դուք տեսնում եք որտեղ նորմալ ընտրություն կլինի, երբ որ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ տարական բաներ չի պատկերացնում։ Բացի այդ կոպիտ միջամտությունը, մարդը պարզապես ծավալային պատկերացում չունի։ Դա իր ուղեղը այդքան է հասնում։ Առաջինը, որ նա ասում է նոր կաթողիկոսը ընտրվելու հետ կապված, մենք պետք է բարևարկությունը ստուգենք։ Հիմա միանգամից մտածում ես, որ այս մարդը հենց գիտի, Էջմիածնում հավաքված մի քանի հոգի կաթողիկոս են ընտրում։ Մարդը չի հասկանում, որ աշխարհասփյուր հայությունը մեկը գալու է Արգենտինայից, մեկը Ռումինիայից եկավ Վազգեն առաջինը Պալճանը, չէ։ Այսինքն դու ոնց է բարևարկությունը ստուգելու Վազգեն առաջինը։ Գնալու է Ռումինիայում, ասել մի հատ խնդրում ենք պարզեք, ինքը ապօրինի երեխա ունի, թե չէ։ Իսկ Արգենտինայի այն առաջնորդը Սեկտեգնաձու արքեպիսկոպոսը հոբան չի, մեկ էլ Ամերիկան անպայման ճշտեք, դա էլ է կարևոր, մի հատ գույները նայեք երեխաների։ Այսինքն այդ աշճանի պատկերացումը պրիմիտիվ է մարդու մոտ, որ ասում է մինչև բարևարկությունը չստուգենք, ոնց է բարևարկությունը։ Խնդիրը դրած է Գարեգին կաթողիկոսը պետք է երթա։ Իր համար դա է։ Հա, բայց դու ոնց ես բարևարկում։ Երևի ծրագիր ունի։ Այսինքն դու պատկերացնում ես, որ հայ առաքելական անուններով մասին կխոսվի, բարոն Ալփինյան, անուններ կան այսօր։ Հիմա այսպես նայենք, տևական ժամանակ Իտալիայում միայն իտալացիներ էին ընտրվում, չէ։ Այո, եւ միշտ ասում են օրմը կաթոլիկ կերաբայձար մինձիսավ, Հռոմի բաբը գվայել է, պետք է լա Իդալացի։ Եվ հարցը եկավ նրան հասավ, որ Լեհաստանն զուտ քաղաքական դրդապատճառներով կարդինալ Վոյտիլային բերեցին, որ Լեհաստանին պոկեին եւ շատ բացառիկ փորձրավ, չէ՞։ Որից հետո արդեն հաջորդը գերմանացի, մյուս օր Արգենտինայից, մյուս օր Ամերիկայից։ Բա որ վաղը մյուս օրը նորից հայ առաքելական եկեղեցին ընտրի որևէ մեկին, ասի Հայաստանում իրար կերել են, բերեք դրսից ընտրենք։ Այդ բարևարկության մասին ենք խոսում։ Մյուսը մեր հայ առաքելական եկեղեցին միշտ չի որ նստավայրը Էջմիածին ա եղել եւ ոչ մի արգելք չկա որ նա իր նստավայրը լինի ուրիշ տեղ։ Մենք շատ ուրախ ենք որ Էջմիածնում է, բայց պարտադիր չի որ Էջմիածնում լինի։ Այդ ռիսկն ա գա, այսինքն հիմա դուք պատկերացրեք, մեկ էլ ասում է վաղարշապատի տեղական ինքնակառավարման ընտրություններով իրանք մերժեցին Գարեգին երկրորդին։ Այսինքն գնացին իրանք ընտրեցին թաղապետ, համայնքապետ, որը պետք է իրանց տանիքները վերանորոգեր եւ իրանց ձայներով մերժեցին Գարեգին երկրորդին։ Այսինքն դու էլի պատկերացնում ես, որ Գարեգին երկրորդի ազդեցության շրջանակը դա ընդամենը վաղարշապատն է ու իր գրասենյակն է։ Այսինքն ոնց ես պատկերացնում։ Հիմա եթե ասենք այնպես լներ, որ որոշեին, որ պետք է հայ առաքելական եկեղեցին ինչ որ խնդիրների տակ հայտնվի, ռուսական ճնշումը մեծ է, ուզում ենք ռուսական ազդեցությունից անենք, տեղափոխում ենք Ժնև։ Մեկ էլ Նիկոլ Փաշինյանն ասել, տեսակ, Ժնևի ընտրությունով էս ինչ է ընտրվեց, մերժեցին Գարեգին երկրորդին կամ հայոց կաթողիկոսին։ Այդ աշճանի պատկերացում ունեցող մարդը ընդհանրապես տնից պետք է ճաշասենյակ չգնա, էլի խոհանոցից։ Խոհանոցում խոսա տնեցիների հետ հերիք է։ Ճաշասենյակ միշտ ճամոթ է, էլի որ մի քիչ ավելի ներկայացական տեղ է։ Այդ խելքով դու չես կարող մտնես ամեն տեղ։ Այսինքն ինչքան գաղափար չունես, որ ամենտեղ մտնում ես, որտեղ եթե դու մի բանից հասկանաս, շատ զգուշ կլինես մի տեղ մտնելուց, կասես մի րոպե, իսկ ես սրանից հասկանում եմ, որ ես սրա մեջ մտնեմ։ Հիմա բայց քաղաքական կուրս է։ Երկրորդ նյութը այսօր որևէ իշխանական գործիչի կամ նույնիսկ ինտիմատիր այս թեման է, բան Անտինյան, որոշված է։ Ծրագիր կա։ Այսինքն եթե մենք կմոդենանք կարծես թե, ես ադի գուզեի դի դարգել։ Ես դրա համար դեռ ամիսներ առաջ ասացի, եթե ճիշտը կլինի նա, որ հանգիստ թողնեն մայրաթոռին, ցույց չտան, որ իրանք ճնշում են,
բայց Գարեգին երկրորդը շնորհք ունենա դեկտեմբերի 31-ին հայ ժողովրդին շնորհավորի նոր տարուի հետ կապված եւ առողջական խնդիրների պատճառով հրաժարական տա։ Այսինքն որ ցույց տա, որ դա կապ չունի, որին վրա ճնշում եք, ես ճնշման տակ գնացող չեմ, բայց եւ միևնույն ժամանակ դե առողջական աշխատող սցենար է։ Բոլորն էլ գիտեն, որ առողջական պատճառով չի գնում, բայց տարիքն այնպես է, որ զարմանալու չի, որ առողջական է լինի։ Այսինքն իսկ ինչի Բենեդիկտոս 14-րդը որ կանգնեց ասեց, չէ որ մենք գիտեինք, որ դա արտառոց բան էր, որ գործող Հռոմի պապը հրաժարական տա։ Քանի տարի է, որ այդպես բան ուղղակի չի եղել, նույնիսկ զարմացել են, ոնց տենց բան կլինի։ Մենակ նա պետք է մեռնելով գային հրաժար։ Այսինքն դա էլ մի խնդրեմ չի, չէ՞ որ տեղի ունենա։ Այսինքն եթե դուք ուզում եք այնպես լինի, որ մաքուր էջից ընտրություն կատարի մայրաթոռը, պետք է ասեք իշխանություն մի կողմ քաշվի, մի խառնվի, մենք մեր մեջ կորոշենք, Գարեգին երկրորդ դու էլ նույնիսկ եթե պատկերացնենք հաղթանակ տարար ու մնացիր։ Այս կերպարով դու ում ես պետք։ Մենք այսօր արժեզրկել ենք ամեն ինչ։ Մտավորական, գիտնական, ամեն ինչ արժեզրկել ենք։ Եկեղեցին էլ որ արժեզրկում ենք, արբիտրն ով ալնելու։ Գիտեք հարցը որն է, մենք երբ որ խնդիր ենք ունենում, հեղինակավոր մեկը գա, ասել լա մի րոպե հանգստացեք։ Բերեք քաղաքական դրդապատճառները դրեք մի կողմ, այս ձևով շարժվենք, չէ՞։ Բայց հիմա մեր համար արբիտր է, եթե ինքը կոնֆլիկտի կողմ էր, եկեղեցին, նա անցել էր Քոչարյանից կողմը։ Ես ո՞նց նրան կդիմեմ։ Կամ եթե նա ասի ես եկել եմ ձեզ հաշտացնեմ, կասեմ ընկեր ջան, դու գնա, հա։ Դու գոհ ես։ Այսինքն, եթե նույնիսկ իսկ եթե ինքը հաղթի, հաղթանակը դա ինչ է։ Որն է հաղթե։ Պուտինից մեդալ ստացողը որ հաղթել է, դա ինչ է նշանակում։ Դա հաղթանակ է, իհարկե չէ։ Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը տապալի ու իր մարդուն դնի, դա հաղթանակ է։ Դա մեր բոլորի պարտությունն է։ Եվ դրա համար նաև մենք շատ ուրիշ խնդիրներ ունենք։ Ես մի անգամ դեռ տարիներ առաջ մի այդպիսի օրինակ բերեցի, ասում եմ, տեսեք, կաթոլիկները ունեն, չէ, գնում են, ասենք, մեղքերին թողություն տալու։ Բայց դա մենակ է ճիշտ մեղքերին թողություն։ Մարդը գնում է, ասում է, ես աշխարհիկ ապրել եմ իմ կյանքում, շատ հարցերի լուծումներ գտել եմ, հարցեր կա, որ չեմ գտել։ Ինձ պետք է մի հատ ուրիշ արժեքային համակարգի մարդ խորհուրդ տա։ Այդ մեղքերին թողությունը նաև խորհուրդ ստանալու ձև է, չէ։ Ասում եմ գնամ եկեղեցի, որպեսի այդ մարդը, որը որ այլ գրքեր է կարդացել, այլ կրթություն է ստացել, այլ արժեքներով է ապրել, ասել մի հատ վեր կանգնի այդ քո աշխարհիկ կենցաղային նյութական բաներից, արի մի հատ հասկանանք եւ ինքը նենց բան հուշի, որ լուծում գտած տուն գաս։ Բայց գնում ես եկեղեցի, Բենթլին կանգնած, այդ մարդը սենց ժարգոնով խոսացող, եւ տեսնում ես, որ նա տենչում է աշխարհիկ կյանքով ապրի, նա երազում է քո կարգավիճակի, ասում ես Տեր Աստված, ես էս ուր եմ եկել։ Այսօր ես կմտածեմ, որ գնամ որևէ Աստծո սպասավորից խորհուրդ հարցնեմ, ասեմ դու ինչ որ արժեքներով դաստիարակվել ես, գրքեր ես կարդացել, որը ես ժամանակ չեմ ունես, ես աշխարհիկն եմ կարդացել, դու հավերժականի արժեքներ կրող մարդ ես։ Լավ, այս կենցաղայինից վերև կանգնած մարդ ես։ Մի հատ ինձ ասա ինչ անեմ, լուծում առաջարկի, բայց գնում ես տեսնում ես, որ այդ մարդը մտածում է ոնց վայելի աշխարհիկ կյանքը։ Մեկ էլ մտածում ես դու ավելի հոգևոր ես կան։ Բայց այդ է հարցը, մեկ որ ասում ենք Ժողովուրդ ջան, մի քիչ այս գործերից թեթևանանք, գնանք Գարեգին երկրորդին ասենք, որ Աստված կա։ Մարդը չի հավատում։ Պարտեր եւ անգերց զրույցեր։ Շնորհակալ եմ պարոն Անտինյան այս արիտին համար։ Մեր ագնտիրներուն հիշեցնեմ, որ անգերց զրույցը այսօր Էդվարդ Անտինյանի հետ էր, նաեւ հորտորս ցեզի հետևիլ մեր հարթակներուն, լայք մսեղմել, մեկնաբանել, նաեւ դարաձել մեր դեսանյութերը, այդպիսով խտանած գլակ անգախ մամուլի մեր առաքելությունը բարի մցես։